Այսօր ես անցկացնելու եմ 24 ժամ նարնջագույն գույնով։ Դա նշանակում է, որ կերածս ուտելիքները պետք է բոլորը լինեն նարնջագույն, խմածս ըմպելիքները նույնպես պետք է լինեն նարնջագույն, եւ նույնիսկ հագուստս պետք է լինի նարնջագույն։ Իդեպ այս 24 ժամվա նարնջագույն սնունդը պարտավոր եմ ինքնուրույն պատրաստել խոհանոցում իմ ձեռքերով։ Նարինջ եմ կթում։ Ոչ, ավտոն նարնջագույն չի, մենք ոդկով ենք գնում խանութ։ Այս շոկին իսկի անասոնները չեմ քայլում, է։ Դեբիլ ենք, արա։ Յախ, մի կպի։ Ոտոս ավելի հանվա։ Արա, հերիչ դպրծուներ։ Մի արա։ Ֆու, Ժորդ Ռաֆոն ճաշակ չունի։ Մինչ սկսենք մեր այսօրվա 24 ժամ չելենջը, ինձ պետք է ամբողջովին նարնջագույն փոխվել։ 3, 2, 1։ Դե ինչ Կարոն ամբողջովին կերպարանափոխվեց, արդեն օֆիցիալ կարող եմ համարել մեր այսօրվա 24 ժամ նարնջագույն գույնի մեջ չելենջը սկսված։ Գնացինք։ Այ հիմա վերջնական ես ամբողջովին նարնջագույն եմ եւ այս տրամադրությունով պարտավոր եմ անցկացնել ամբողջ օրս մինչեւ վերջ։ Օրը պետքա սկսել թարմ քամած նարինջներից։ Իրավունք չունեմ նարնջագույն գույնից բացի ուրիշ ինչ-որ սնունդ այսօր ուտելու։ Այնպես որ խաղում ենք նարինջները։ Ըհն, առաջին երկու նարինջները քաղած է։ Մեկ-մեկ լուրջ եմ ասում, մոռանում եմ, որ մեր տան բակում նարնջի ծառեր կա։ Լոս Անջելեսի պլյուսներից մեկն էլ այն է, որ ծառերի վրա ցիտրուս է աճում, բայց լուրջ եմ ասում, որ ամեն օր դուրս ես գալիս ու տեսնում ես նարնջի ծառեր, այնքան սովորական է դառնում, որ հետո հետ ես նայում արա ասում ես, բայց մի վարքյան, փոքր ժամանակ որ Հայաստանում էի, կերազեի, տանս բակում նարնջի ծառ լիներ, այնպես որ գնահատիր այդ ամեն ինչը, որովհետև ժողովուրդ դրանից լավ բան չկա, որ քո տան բակ կարող ես դուրս գալ ու քո ձեռքով խաղել միտք։ Իսկ ինչքան նարինջ կա մեր ծառի վրա ու գիտեք հետաքրքիրն է որ կյանքում մտքներով ես չի անցնում խաղել ես նարինջները, այսինքն ամբողջ տարին կարող է նարինջները մնա ծառի վրա ու տենց էլ չխաղենք։ Արա հոտը հրաշքա ուղակի։ Նարինջ ու ընդհանրապես նարինջագույնների ֆանատներ, հələ մեկնաբանությունների բաժնում լիքը նարինջագույն սրտիկներ դրեք, տեսնեմ դուք շատ եք թե չէ։ Սկսվեց իմ ամենասիրելի process-ը։ Կտրում ենք նարինջները եւ այս սարքով քամենք։ Գնացինք։ Լույս հոտը միած զգա։ Կքամես բերնիս մեջ։ Կքամես բերնիս մեջ։ Համով էր։ Հա, ես էլ եմ ուզում պասի։ Մերինից լավ է քամում։ Դրախտը այս համը ունի։ Հրաշք էր։ Արա ոնց եմ խմելու։ Նույնիսկ այս կլիպներն համով, վաու, խնդրում ստեղ նայեք, առաջին բաժակը պատրաստ է, գնացինք։ Նարնջի ծառի տակ հիմա կվայելեմ նարնջագույն նարնջի հյութը։ Ամենալավ գույնը աշխարհի նարնջագույնը նարինջ։ Գնացինք։ Այ հիմա վստահ կարամ ասեմ, որ օրը ստացված է սկսվել, մեզ այսօր անմոռանալի 24 ժամ չելենջ է սպասվում։ Այս հրաշքը աճում էր մեր տան բակում։ Սրանից հետո եթե ես ամեն օր չեմ արթնացել, չեմ խաղել նարինջ ու չեմ խմել այդ նարինջը, ապա էլ կարակ ինձ չսիրեք։ Այնպես որ ամեն օր մեկնաբանությունների բաժնում ինձ կհիշացնեք, որ կարո պարտադիր նարինջ կխմես ու նոր օրդ կսկսես։ Ռաֆո, ինչի նարնջագույն դու չես հագել, հեն։ Իմ մաշկն է նարնջագույն, այսուհետ։ Բայց նարնջագույն չի։ Նարնջագույնն է։ Տեսար, մակ։ Արա հայլի նարնջագույն ես։ Ժորդ Ռաֆոն էլ է նարնջագույն արդեն։ Սա ես լապելու եմ։ Լապելու։ Հեսա ես լպրծվելու եմ այս նարնջի սոգին։ Ես սա լակելու եմ այժմ։ Գրեհիկ վատ բառեր ես տղա ջան օգտագործում։ Երեք ինչ պետքա սովորեն քեզանից։ Եթե նարնջի սոգ մեն լակել։ Չլսեք Ռաֆոին ու այդ բառերը չօգտագործեք։ Երբեմն ես կոնզելու էսի։ Ավելի վատ բառեր ասա։ Նարինջ եմ կթում։ Նարինջ եմ կթում, արա, էդ ինչ էր։ Այս մեկը լավն էր, լավ, այս մեկին բան չեմ կարող ասեմ։ Սա իմ երջանկությունն անկեղծ, որ ես գոմ ունենայի, հաստատ նարինջներ կպահեի, ոչ թե կով։ Որը ես էլի եմ ուզում խմեմ Ռաֆ։ Հանգստացար։ Խնդրում եմ մի քիչ կտաս էլի միկում։ Զրոկում։ Ես գնացի Ռաֆ, չեմ տալու։ Ասում եմ հոտ քաշեմ։ Ես երկես Ռաֆ տեղամ փոխվել։
Վերցնում ենք նարնջագույն պայուսակը ու շարժվում ենք դեպի խանութ, որպեսզի նարնջագույն գնումներ կատարենք այսօրվա համար։ Բայց ավտոն նարնջագույն չի։ Ավտոս նարնջագույն չի։ Դե ոտով պետք է եթանք։ Լուրջ ես ասում։ Հա, բա իհարկե։ Անկեղծ։ Հա։ Առանց ավտո գնանք։ Դեռ լավ նարնջագույն բան կա։ Բայց պասի, եթե կանոններով ենք շարժում, ես հիմա իրավունք չունեմ սև մեքենա քշեմ ռավ։ Չէ, իրավունք չունեմ, գնացինք ոտով։ Ծվել ենք, որ կանոնները խախտենք։ Ես չեմ գալի ավտոյով, սև է ավտոն։ Արի, գնացինք ոտքով խանութ։ Դեք էլ ավտոյով։ Ոչ, ավտոն նարնջագույն չի, մենք ոտքով ենք գնում խանութ։ Ու կապ չունի խանութը ինչքան հեռու է։ Կար, այս շոկին էսկի անասունները չեն քայլում, է։ Բայց մարդիկ քայլում են, լավ տեղը դրեցի։ Ու սենց դեռ մոտավորապես 2 կիլոմետր պետքա քայլենք, որպեսզի հասնենք խանութ։ Բայց նենց ասֆալտը առանջվի չի։ Խանութն էլ առանջվի չի։ Բա ինչ անենք։ Արի առանջվի թուղթ վերցնենք, դնենք, քայլենք, որտեղ տենց ասֆալտը առանջվի չի ու սև է էլի։ Պետք չենք մտածել, չէ՞։ Հա։ Դեբիլ ենք, արա։ Ասма դեբիլ ենք։ Լուրջ եմ ասում նույնիսկ այս շալվարով ահավոր շոկում եմ ու դեկտեմբեր ամիսն է լինում 2000 years later Չէ, մենք չձգեցինք, քանի որ ահավոր շոկ է, իսկ խանութն էլ բավականին հեռու էր տանից, հետ ենք գնում տուն ու ուզած չուզած սև մեքենայով գնանք խանութ։ Թող սա լինի այսօրվա միակ չելենջի խախտումը։ Պարտեված թույլ եք, ծույլ։ Մենք հասանք տուն, այմա շարժվում ենք խանութ։ Գնանք տեսնենք, թե օրվա ինչ նարնջագույն գնումներ ենք կարողանում միասին կատարել։ Առաջին բանը, որ աչքս տեսավ, դա հավատաքեզ բիբարն է, որպեսզի աղցան պատրաստենք սրանով այսօր։ Վերցնում ենք հավատաքեզ գազարները, այսօր Կարոն Երջանիկա, երազանքներից գնումներն եմ կատարում։ Կարելի է ղափամաս սարքել դդումով։ Անպայման վերցնում ենք գազարի սոկ։ Իմ սիրած հատապտուղներից է նարնջագույն կարևորը, սա էլ ենք վերցնում։ Վերցնում ենք այս նարնջագույն սոուսը, նարնջագույն պոպկորն, արա հավատաքեզ է։ Սա էլ ենք վերցնում պարտադիր։ Վերցնում ենք նարնջագույն յոգուրտ։ Նարնջագույն փոքրիկ դդումներն էլ է վերցված, որպեսզի սարքենք ղափամա միասին։ Հավատս չի գալիս նարնջագույն պանիր։ Տենաս էս ինչ համա ունենալու։ Անպայման վերցնում ենք, որպեսզի փորձենք։ Խնդրում եմ մի հատ մեր նարնջագույն զամբյուղը նայեք, չեմ համբերում թե երբ ենք փորձելու։ Այս խանութի աշխատողը զարմացել է, ասում այսօր ոնց որ մենակ նարնջագույն եք հա գնումները կատարում, միայն նարնջագույն եք հագել, ասում ճիշտ ես հասկացել, այսօր նկարում ենք նոր YouTube-յան վիդեո։ I wish I had orange bags for you guys too. Խանութի աշխատողը մեզ ասեց Երանի ձեր համար նարնջագույն տոպրակ ունենայի ու սրա փոխարեն նարնջագույն տոպրակի մեջ դնեի։ Հիշում եմ այս խանութի համար աշխատողները ահավոր լավն են բոլորը։ Ես արդեն տանն եմ իմ նարնջագույն գնումներով, եկավ վերջապես նարնջագույն ուտելիքներ պատրաստելու ժամանակը։ Ես կսկսեմ գազարով եւ պղպեղով աղցանից։ Գնացինք։ Առաջինը այ այսպես կեղևազրկում ենք գազարը։ Ահ, լոդկաշի։ Բոլոր հավատաքեզ գազարները կեղևազրկած է, այժմ եկավ սրանք քերելու ժամանակը, հուսանք մատերս էլ հետը չեմ կտրի։ Սաղ կյանքս վախեցել եմ, որ մատերս հանկարծ չքերեմ։ Ընդհանրապես այսքան գազար է դեռ քերվել։ Կտրիր արա։ Հա, բա ինչ արեցի։ Ու սկզբից ինչ ասեցի, մենակ թե չկտրեմ մատս ու ես կտրեցի։ Սիրելի երեխաներ, խնդրում եմ տունը կյանքում ծյորկա չանեք, ամենաապուշ բանը։ Ուղղակի կտրտենք։ Սա դնում ենք մի կողմ։ Այ հիմա Կարոն դառավ շեֆ պովեր, նայեք։ Բարակ։ Շեֆ սյոտիկի ես ծյորկայի անցա, ուղղակի պետք է զգուշ լինել։ 2000 years later Եկավ ձեռիցս վերցրեց, ասես դու սարքել չգիտես, ես կանեմ, հիմա այնա, խնդրեմ։ Եկավ վերցրեց, որ սենց հերոս զգա իրան, ախ, արա, հերոս ես, կարում ես, դու կարում ես, ամեն ինչ կարաս դու։ Ապրես։ Էս ինչ է։ Յախ, մի կպի։ Լվացվել է, որ ձեռներով կպարատե։ Հա, ոչ չէ։ Որը չէ, ված չի, լավ է։ Գազարը ծորկացա, բայց միշտ կշարունակենք աղցան պատրաստելը, եկավ ղափաման սարքելու պահը։ Եկեք սկսենք բրինձը խաշելուց։ Դստում ենք բրինձի վրա ջուր։ Արդեն կտրում ենք դդումը։ Թզեց։ Օրոլ, ինչքան դդմիկ ուտ կա մեջը։ Գժվում եմ ուղղակի դդմի կտի համար։ Դե ինչ, դատարկում ենք մեր շատ սիրելի դդումը։ Մինչ մեր բրինձը կխաշվի, այստեղ կտրտում ենք սալորաչիր եւ սալորաչիրի հետ խառնում ենք չամիչ, որ լցնենք մեր բրինձի մեջ։ Մեր բրինձը պետքա մինչև վերջ չխաշվի, դրա համար սա քամում ենք։
Այժմ եկավ չրերը ու պոպոկը տապակելու ժամանակը։ Գնացինք։ Միշտ շամիշն ու պոպոկը կպատրաստվի, այդ ընթացքում դդումի մեջ անում ենք մեղր։ Ո՞ր ոնց եմ ուտելու, գժվում եմ ղափամայի համար, պաշտում եմ։ Նույնը անում ենք այստեղ։ Չիրն ու բրինձը արդեն խառնեցինք իրար, ժամանակն է սա լցնելու դդումի մեջ։ Զեց։ Առաջին դդումը լցված է, այժմ լցնում ենք երկրորդը։ Կրկին վերցնում ենք մեղրը, այսպես ծորացնում ենք բրնձի վրա, որ իջնի ներքև, եւ նույնը երկրորդ դդումին։ Կարակ ենք դնում մեր ղափամայի վրա, որ այսպես հալի բրնձի վրա, այս ինչ համով է լինելու։ Փակում ենք մեր դդումները, այսպես։ Վերջապես մեր փոքրիկ ղափամաները դնում ենք վառարանի մեջ։ Գնացինք։ Ուղիղ 1.5 ժամից մեր ղափաման պատրաստ կլինի, մինչ այդ եկեք շարունակենք պատրաստել մեր աղցանը։ Աշխարհի ամենահամեղ, ամենանարնջագույն ու ամենահավատաքեզ աղցանն եմ պատրաստում ես հիմա։ Խնդրում եմ միած ստեղ նայեք, ուրիշ գույն ուղղակի իրավունք չունի այսօր լինել իմ աղցանի մեջ։ Վերջապես հավատաքեզ աղցանը ավելացնում ենք այս ամանի մեջ։ Իդեպ եթե համեղ ստացվեց, ես անպայման խորհուրդ կտամ ու պարտադիր տանը կփորձեք պատրաստել, հետո ինձ կասեք համեղ ստացվեց թե ոչ։ Վերջապես եկավ մեր հավատաքեզ սալաթը համեմելու ժամանակը։ Ուրեմն առաջինը անում ենք աղ, անում ենք բիբար, որը շատ է պետք։ Այնուհետև իտալական սոուս ենք անում։ Ավելացնում ենք զեյթունի ձեթ եւ ավելացնում ենք մի փոքր կծու սոուս։ Եվ ամենավերջում ավելացնում ենք քունջուտ։ Գնացինք խառնում ենք։ A few moments later. 1.5 ժամը անցավ, ինձ թվում է արդեն պետքա որ պատրաստ լինի մեր ղափաման։ Վաու։ Այս ինչ ախորժելի տեսք ունի, օրա չեմ համբերում թե երբեմ ուտելու։ Վերջապես մեր նարնջագույն հավատաքեզ ուտեստները պատրաստ է։ Պատրաստ ես, Ռաֆ, ուտես։ Կսկսենք գազարով եւ բիբարով աղցանից։ Սարքես։ Ահա որ ախորժելի տեսք ունի, քեզ զզված դեմքով։ Այսպես բռնի եւ այսպես կեր։ Ես վատն է, արա լիմոն չեն կարել։ Օ, դրանից է։ Հա։ Այս շանհամը կկտրի լիմոնը։ Այնա շանհամ շատ համով է։ Առողջար բաներ, գազար եւ բիբար։ Ոտոս ավելի համով է։ Ինչ անում ոտոս ավելի համով վատն է։ Իմ ոտը վատն է։ Ի արա։ Հետո ես կուտեմ էսի, հա։ 10-ից ինչ կան։ 0։ 10-ից 0։ Արա շատ համով էր։ Ես կտամ 10-ից 4։ 10-ից 0։ 10-ից 4։ Եվ որ ստիպված յուր պետքա կանչեք կամ ձեր չսիրած բարեկամը պետքա գա ձեր տուն, կարաք այս սալաթից սարքեք։ Բաղադրոմսը կարող եք սովորել այս վիդեոից։ Միանգամից ձեր չսիրած մարդը կթողի ու կգնա ձեր տանից։ Այժմ կտրում ենք այս նարնջագույն պանիրը, տեսնենք համեղա թե ոչ։ Շտիկա։ Օժո, փորձենք, անհլը։ Արա իրական չեդր պանիր է։ Տենց համով պանիր վաղուց չէի կերել։ Մոմի համակալի։ Ժողովուրդ Ռաֆոն ճաշակ չունի։ Արա իդեալական էր 10-ից 10։ Տենց հալվում էր վերայինք մեջ։ Հերթը ասավ այդքան երկար սպասված ղափամային։ Կյանքից մեջ պատրաստած առաջին ղափամանը Եվ վերջի։ Այսքի վերջի, եթե համով եղավ, ես շուտ եմ սարքելու։ Գնացինք, կտրում ենք։ Օրա, այս ինչ լավ է էփ է։ Օրա, խնդրում եմ միած ստեղ նայեք։ Հələ հոտ քաշի։ Ինչ կտրեցիր զզված դեմ կարեցիր։ Մի բան կա դու սիրես։ Հենց հիմա ստորի անեմ, թող Instagram-ից հետևորդները առաջին իմանան, թե ինչ վիդեո եմ նկարում։ Խնդրում եմ միած ստեղ նայեք, իմ ձեռքով ղափամա եմ պատրաստել առաջին անգամ։ Ժողովուրդ Ռաֆոն ղափամա չի սիրում, դրա համար ես միայնակ կուտեմ եւ միայնակ կգնահատեմ։ Այսօր ինձ ամեն ինչ դուր է գալի բացի աղցանից։ Այս տեսք ունի։ Գնացինք։ Օրա, վաու, օրա ես ինչ համով է, մանավանդ բրինձի միջի թթու չիրը, ընտիրա, մի քիչ աղա պետք, իսկականից վաու, հեյ ջան ղափամա, համով հոտով ղափամա, ջան, ժողովուրդ պաշտում եմ դդումը, պաշտում, արա շատ համով է, երել է, համ չի, արա շատ համով է, Ռաֆոն ամեն ինչից զզվում է։ Դու ինչ ես вообще սիրում, ինչ կերար զզվեցիր։ Ղափաման միանշանակ գնահատում եմ 10-ից 10, փոքր ժամանակ չէի սիրում ղափամա, բայց ժողովուրդ իսկապես սենց համով ուտելիք շատ քիչ կա, մանավանդ դդումը շատ օգտակար։ Այնպես որ բոլորիդ խորհուրդ կտամ տանը անպայման պատրաստեք, փորձեք, բայց ամենակարևոր խորհուրդս ներսի չրերը թթու կօգտագործեք։ Թթու սալորի չրով ահա որ համով է լինում։ Իսկ ես կրկին շարժվում եմ խանութ, այս անգամ գնելու տարօրինակ նարնջագույն պրոդուկտներ եւ տարօրինակ նարնջագույն կոնֆետներ։ Գնացինք։ Ես արդեն հասա իմ սիրելի խանութներից մեկը, որտեղից էլ միշտ գնում եմ տարօրինակ ապրանքներ։ Տեսնենք այստեղից ինչ տարօրինակ նարնջագույն բաներ են կարողանում գտնել այսօր։
Զեց, նարնջագույն զենք, արա մանկությունը սա փոքր ժամանակ գիտեք ինչքան էի խաղում այս զենքերով։ Վերցնում ենք սա։ Օրյո, հավատակես թուր։ Արա, հիշում ես հավայան կղզին որ ծնունդից հավատակես թուր նվիրեցիր։ Այո։ Հավատակես թուրով կռվեցինք։ Այս թրով հիմա ծեծ կուտես։ Հիմա դու այս հավատակես թուրով ծեծ կուտես։ Վերցնում ենք սա։ Ստեն այ լաբուբույա, մեծ փչած լաբուբու նարնջագույն։ Զեց, հələ նայ ռաֆ։ Հերթը ասավ նարնջագույն քաղցրավենիքներին և նարնջագույն տարօրինակ քաղցրավենիքներին։ Տեսնենք ինչ ենք կարողանում գտնել։ Տարօրինակ նարնջագույն սոկեր եմ այստեղ տեսնում, սրանք էլ ենք վերցնում, որ անպայման փորձարկենք։ Հասնենք տուն կիմանաք, թե ինչ է սա։ Ահա եւ վերջ նարնջագույն գնումները կատարված է, շարժվում ենք տուն։ Դե ինչ, ես արդեն գտնվում եմ իմ ստուդիայում եւ իմ առջեւ գտնվում է բոլոր նարնջագույն գնումները, որը միասին փորձարկելու ենք։ Որ մեկից սկսենք։ Ռաֆ, արի դու ընտրի։ Սա մանգոյի եւ passion fruit-ի համով թեյ։ Հետաքրքիր է։ Փորձում ենք։ Վաու։ Բայ։ Յորդ շաքարաջուր, արա ես ինչ քաղցր։ Քաղցր սիրող մարդկանց համար հաստատ լավը կլինի։ 10-ից 5։ Մյուսը կփորձեմ այս նարնջի տեսքով կլոր շարիկները։ Տեսնենք ինչա լինելու։ Տարօրինակ հոտագալի։ Խնդրեմ, կոնֆետները այս տեսքը ունեն։ Բացում ենք։ Ոյ, ավելի արհեստական հոտ չկա, ոնց որ ժավել լինի։ Ու ահա որ լպրծուն է, ինչպես կարող եք տեսնել։ Օրա։ Ներսը այ այսենց միջուկ ունի, ինչպես կարող եք տեսնել։ Կգնահատեմ 10-ից 8։ Եկեք փորձենք այս սոկը, բայց այս բայցը շատ կարևոր է։ Հիշում եք խանութում մի հատ բան էի վերցրել ձեռքս ու այդպես էլ չասեցի թե դա ինչ է։ Հասնենք տուն կիմանաք թե ինչ է սա։ Այո, խոսքս վերաբերվում էր հենց սրան։ Հիմա կբացեմ ու կտեսնեք թե սա ինչ է ու ինչի համար է այն հիմա մեզ անհրաժեշտ։ Եկավ փորձելու ժամանակը, գնացինք։ Ինչպես տեսակ հիանալի աշխատումը ուղղակի սոկի մեջ հատիկներ կա ու չէր լինում կոնկրետ այս սոկը խմել։ Դրա համար եկեք սա սովորական խմենք ու իմ գնահատականը սենց տամ ու մի հատ ուրիշ բան սրանք փորձենք։ Յախ, արա, հերիչ դպրծումներ փորձես, պետքա փորձես, ձև չկա։ Փորձի էլ է։ Հավանելու ես։ Ես ինչ չեմ հավանում, դու հավանում ես։ Լավն էր, չէ՞։ Շատ լավ ռեակցիա տվի ռով ապրես։ Մի հատ է։ 10-ից 0, շարունակում ենք։ Հաջորդը եկեք այս մեկը խմենք, սա գազարի սոկ է։ Ինձ թվում է հիմա լավ կաշխատի ակնոցը, գնացինք։ Ժողովուրդ գազարի սոկը 10-ից 9։ Հերթը հասավ այս մեծ ժելեով կանֆետին։ Գնացինք, բացում ենք։ Վստահ եմ, որ զզվելի է լինելու համը, չգիտեմ ինչի, այտենց զգացողություն է։ Այ, ֆու։ Անցավ հոտը, հենց բացեցի, հոտը տվեց քթից վատացա ու հիմա չեկա, ոնց որ ֆանտայի հոտ է գալի հոտ քաշի, բայց զզվելի էր սկզբից։ Գնացինք։ Օրա, հսկայական նարնջագույն պաղպաղակ, ավելի ճիշտ կարոժնի, փորձում ենք, տեսնենք կարոժնիին նման է, թե չէ։ Որ միջին, ֆանտայի համա, ոնց է ֆանտա ամպելիքը, նույն համը ունի։ Կգնահատեմ 10-ից 7։ Հերթը ասավ նարնջագույն պոպկորնին, փորձում ենք։ Օրա, ինչ տարօրինակ հոտ է գալիս։ Վաու, որ խնդրում ստեղնեք, սովորական պոպկորնի տեսք ունի, բայց վրան ահա որ համեղ համեմունք է արած։ Լավն է։ Մի հատ, իմ խաթր, տուլը։ Լավն է, չէ։ Դաշրակի համագալի։ Հավի բուլյոնի։ Որսի հավի բուլյոն դեմքդ։ Բայց համով էր, ինձ ավոր դուր եկավ 10-ից 10 միանշանակ։ Այս նարնջագույն կոնֆետի վրա գրված է կծու մանգո։ Փորձենք տեսնենք արդյոք կծու մանգոյի համով է, թե լրիվ ուրիշ համ ունի։ Օրա, լավ հոտ է գալիս։ Այս տեսք ունի։ Օրա, ինչ կծույա։ Այ բայց շատ տարօրինակ է։ Սկզբում մանգոյի համագալի, հետո ահա որ վառում է կոկորտը։ Հələ կեր։ Շամպունի համագալի։ Փորձելու բան չմնաց, ընդամենը 3 սնունդ, իսկ մնացածը նարնջագույն խաղալիքները, որոնք ավելացնելու եմ հետևի սպահարանի կոլեկցիային։ Եկեք հենց հիմա էլ դնենք։ Ուրեմն այս նարնջագույն փափուկ խաղալիքը կդնենք այ այստեղ։ Չէ, ապուշություն, այս մեկը չեղավ, մի վերքյան դրեմ։ Նարնջագույն բասկետբոլի գնդակը հաստատ սիրո կլինի այստեղից։ Դες նոր գնդակների կոլեկցիայից եւս մեկը ավելացավ։ Այստեղ խելոք մնաց։
Փորձում ենք հաջորդ նարնջագույն կոնֆետը, որը ինձ թվում է թույլ է լինելու։ Ոնց որ սառը դեղցի թեյի համ ունենար։ Փորձես։ Լավ չէ, փորձ չեմ տա։ 10-ից 1։ Ժողովուրդ այնքան քաղցր կերա, որ էլ չեմ ուզում ոչ մի բան ուտեմ, համել սրանցից 10 անգամ կերել եմ, իսկ ում այդքան էլ հետաքրքիր չի լինի։ Սա նույնպես գնում ենք կողք, քանի որ ես այսօր ղափամա եմ կերել։ Ղափամայից հետո ոնց կարելի է ընդհանրապես այս ռամենը ուտել։ Այս ամեն ինչը ապացույց էր, որ պետք է ուտել միայն բնական ու առողջարար բաներ։ Դուք հասկացաք, չէ՞, ինչ կերա, ոչ մի բանը կարելի ասել դուրս չեկավ։ Մի շատ պարզ բանի համար, քանի որ արհեստական էր ամեն ինչ։ Դրա համար հիմա այս զենքը կբացենք եւ կկրակենք Ռաֆոյի վրա, քանի որ ինքը ազդում է այսօր իմ ներվերի վրա։ Բայց դզեց արա մանկությանս խաղն է։ Եկեք տեսնենք Սառնարանի դռանը կկպնի թե ոչ։ 3, 2, 1։ Այս փոքր ժամանակ որ ես խաղում էի, նորմալ աշխատում էր։ Իա։ Կպավ։ Խնդրում ստեղ նայեք ոնց կպավ, մի հատ էլ։ Որա դզեց, այս ինչ հավես է, մի հատ էլ, գնացի։ 3, 2, 1։ Դզեց։ Չեք պատկերացնի փոքր ժամանակ քանի հատ եմ ունեցել այս զենքից։ Լրիվ նոստալգիա էր։ Նոստալգիա ասեցի, հիշեցի։ Հիշում ես մեր մանկության նոստալգիայի մասին։ Ֆիշկաներ, ժողովուրդ։ Ուրեմն վիդեոյի վերջում ես ու Ռաֆոն հիմա գրաս կգանք ու ով որ պարտվի ֆիշկաներով խաղը, նա պարտավոր անի պատիժ ու խմի այսօրվա ամենազզվելի սոկը մինչև վերջ։ Էսի են սոկն այն որ 2-10-ից 0 տվեցինք ու այնքան զզվելի էր որ թեկուզ մի կում անհնար է խմել։ Նենց որ ով որ պարտվես պետքա մինչև վերջ սա խմի, պատրաստ ես։ Ֆիշկաները իմ մանկության խաղն է եղել, որ իջնում էի բակ ու միշտ ընկերներով խաղում էինք։ Կանոնները շատ հեշտ է, ով որ կորցրեց իր բոլոր ֆիշկաները, նա էլ անում է պատիժը։ Գնացինք։ Դիր մեջտեղը ֆիշկա։ Չինգաչունգ, ես եմ սկսում։ Հու, եթե հենց հիմա մի հարվածով պտտվեց այս բոլոր ֆիշկաները դիմային կողմով վերև, ուրեմն ես հաղթում եմ։ Պատրաստ ես։ 3, 2, 1։ Դու ես։ Վաու, օրո, խնդրում ստեղ նայեք, սաղ պտտվեց բացի ընդամենը մի հատից, այս սաղ քեզ, այսքանը հաղթեցիր դու, մենակ ես մի հատը պտտվի, վերցրը, դու ես, դավայ, դու, արդեն շեղավ, արա չէ, Ռաֆոն հաղթեց բոլոր ֆիշկաները ու ես պարտավոր եմ անել պատիժը, ես դուրս չեմ կարող ասա մինչև վերջ խմեմ, ահա որ ա լինելու, A few moments later. Ֆու, եկավ պատիժի ժամանակը, պետք է մինչև վերջ խմեմ, ուզած չուզած, հու, Մինչ Կարոն խմում ու անում է իր պատիժը, ցանկանում ես դուել ունենալ Կարոյի ֆիշկաներից, ընդհանրապես պետք է ներբեռնես Magic Land-ի հավելվածը Այ կներես ահա որ ուղղակի ֆու Գնաս խաղաս առնվազն 3 խաղ ու կստանաս 10 ֆիշկա Եվ ամբողջական հավաքածուն բաղկացած է 50 ֆիշկաներից ու 50-ն էլ ամբողջովին տարբեր դիզայնով Ես շարունակեմ պատիժանել, մնացածը Ռաֆոն կպատմի Իսկ ամենահավես պահն է, որ 3 ամիս հետո լինելու է 10 PlayStation-ների խաղարկություն ու եթե դու ունես ֆիշկաներից կարող ես մասնակցել ու հենց դու շահել PlayStation-ը Այո, ու կապ չունի թե քանի հատ ֆիշկա ունես Ուղիղ 3 ամիս հետո լինելու է ընդամենը 1 մասշտաբային խաղարկություն, որտեղ խաղարկվելու է 10 PlayStation 5-եր, որոնցից մեկի հաղթողը շատ հնարավոր է որ հենց դու լինես Այնպես որ հենց հիմա ներբեռներ Magic Land-ի հավելվածը գնա Magic Land խաղալու, որ հենց դու շահես PlayStation-ներից մեկը Այո, շտապիր Magic Land Ռավես պատիժը չեմ կարող անեմ, կեսն եմ խմել Ավելի զզվելի բան ուղակի գոյություն չունի Այսօր բարի եմ, կարաս սաղ չխմես Հաստատ, կա դու խմես Շնորհակալ եմ Ռաֆայել Դե ինչ հուսով եմ վայելեցիր 24 ժամ միայն նարնջագույն գույնով վիդեոն Չմոռանաս մեկնաբանությունների բաժնում դնել պլյուս եթե մինչև այստեղ նայեցիր վիդեոն Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթօրը Ցտեսություն Որ մենք խաբում ենք իրար Դու հեշկում ես բայց հակու սիրտը գիտի